Բարի լույս սիրելիներ, բազմաթիվ անգամներ խոսել ենք Տիրոջ Սուրբ Հոգու շնորհներից, թե որքան կարևոր են մեր կյանքի մեջ այդ շնորհները եւ որտեղ մենք կարող ենք օգտագործել եւ ինչպես։ Պողոս Առաքյալի Կորինթացիներին ուղված առաջին նամակի 12-րդ գլխի մեջ մի հետաքրքիր նախադասություն կա, որ ուզում եմ ձեզ ընթերցել։ Թեև կան շնորհների զանազանություններ, բայց պարգևող Հոգին նույնն է։ Թեև կան զանազան պաշտոններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում։ Թեև կան գործելու զանազան կարողություններ, բայց նույնն է Աստված, որ գործում է ամեն բան ամենքի մեջ։ Բայց յուրաքանչյուրին տրված է հոգու հայտնություն յուրաքանչյուրի օգուտի համար։ Սիրելիներս, տեսեք ինչ հետաքրքիր նախադասություն է։ Շնորհը տրվում է ինձ, որպեսզի ես հոգու հայտնություն ունենամ եւ կարողանամ այդ հոգով գործել։ Ինչու է տրվում, որովհետև ես պետք է օգուտ ունենամ եւ իմ օգուտը իմ փրկությունն է լինում։ Հետևաբար, երբ Տերը շնորհաբաշխություն է անում, այդ շնորհը պետք է ծառայեցնել, արտահայտիչ դարձնել, նաեւ օգտակար լինել դիմացինին, հանուն այն բանի, որ եւ դիմացինը առավելություն ունենա այդ շնորհի շնորհիվ եւ ես կարողանամ փրկություն ունենալ, օգուտ ստանալ դրան։ Չէ՞ որ երբ մենք մեկս մյուսիս օգնում ենք, ես դիմացինին օգնելով ոչ միայն իրեն եմ օգնում, այլ նաև ինձ եմ օգնում։ Ինձ ավելի լավն եմ դարձնում, ինձ ավելի սրբված ու մաքուր եմ դարձնում։ Ուրեմն այսօրվա հոգևոր նախաճաշի ընթերցման այս փոքրիկ նախադասությունը, սիրելիներս, խնդրում եմ անդրադառնաք, պահեք ձեր մտքի մեջ։ Իմ հոգու հայտնությունը ինձ պետք է օգուտ տա։ Եվ այդ օգուտը ոչ թե իմ եսը բավարարելու համար պետք է լինի, այլ իմ անձի փրկության համար պետք է լինի։ Օգնեք միմյանց, օգտագործենք Սուրբ Հոգու շնորհները ողորմած լինելու, որովհետև երբ ողորմություն եք տալիս, Աստծո ողորմությունն եք շահում։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։